Ես կուզեի կոչ անել իմ բոլոր քահանա եղբայրներին, աշխարհած փյուր իմ քահանա եղբայրներին, որպեսզի մենք ընդվզենք բոլոր այն առաջնորդների դեմ, ովքեր իրենց մորթապաշտ եւ կարգազանց կեցվածքով համակարծիք են օրվա անցավոր, անշուշտ անցավոր եւ եկեղեցամարդ իշխանությունների հետ։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգեվորական տեր Սեբեոս Քահանա Ղալաչյանը մեր հետ զրույցում անդրադարձան վերջին զարգացումներին։ Կալանավորված Միքայել Բագրատ եւ Մկրտիչ Սրբազանների վեհապար հայրապետին ուղղված պահանջին, որ պետք է հապճեպ դադարեցնել Փաշինյանին միացած թեմակալ առաջնորդների լիազորությունները եւ նոր նշանակումներ անել թեմերում, այսպիսով պաշտպանել նաեւ քահանաների վրա հնարավոր ճնշումները եւ նրանց ինտեգրումները հակաեկեղեցական շարժմանը։ Տեր Սեբեոս Քահանան իր համարձակ կեցվածքով ոչ միայն հրապարակային աջակցում է կալանավայրում այսօր գտնվող թեմակալ առաջնորդներին, այլ ամբողջովին կիսում է նրանց պահանջը եւ նրանց դիրքորոշումը, որ արտահայտել են եկեղեցին Չուլան համարած Փաշինյանին միացած եպիսկոպոսների վերաբերյալ։ Նրանց բանտում լինելը խոսուն ապացույցն է իրենց կեցվածքի եւ ճշմարտացիության։ Սա հստակ է ինձ համար մանեջան։ Այսինքն ինչ էլ որ իրենք այդ հալածանքների մեջ ասեն, մենք ուղղակի անվերապահ կերպով պիտի աջակցենք։ Ընդգծենք նաև, որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմից միակ հոգեվորականը, ով չի միացել նախորդային եկեղեցուն եւ հոգեվորականներին աջակցություն հայտնած քահանաների հայտարարությանը եւ ցույց է տվել իր ընդվզումը եկեղեցու դեմ, դա այս օրերին պախարակվող Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրն է, Տեր Հակոբ Քահանա Սարոյանը, ով մինչև 3 թաքցրել է իր հակումները եւ քաղաքական հայացքները իշխանության հանդեպ։ Ինչպես կարելի է մեկնաբանել մեկին, որը դեմ է մեր այսքան տարի միասին որպես Աստծո զինվորյալ եկեղեցի ծառայության ընթացքում մեր եղբայրասիրությանն ու միակամությանը ինչ մեկնաբանեմ ես Տեր Հակոբի մասին, ինչպես մեկնաբանեմ նրա կեցվածքը, ես եթե փորձեմ մեկնաբանել, պիտի միայն ինձ անգամ տհաճություն պարգևող որակումներ տամ, որից ուզում եմ զերծ մնալ, բայց եթե մենք բոլոր այն եպիսկոպոսներին, ովքեր ժպտադեմ կերպով սեղմում են Աղվես Փաշինյանի ձեռքը անվանում ենք դավաճաններ, հետևաբար, եթե եպիսկոպոսին այդպես անվանում ենք, հանգիստ կարող ենք նաև Տեր Հակոբ Սարոյանին էլ անվանել այդպես, դավաճան քահանա, ես ուրիշ որակում ուղղակի չեմ ուզում տալ։ Տեր Սեբեոսի խոսքով, եթե առաջնորդը չի ենթարկվում իր վերադասին, հայրապետին, ապա նրա նկատմամբ հնազանդությունը նույնպես կորցնում է իր բովանդակությունը։ Եթե առաջնորդը իր վերադասին, որ եպիսկոպոսապետն ու հայրապետն է մեր, չեն ենթարկվում, եթե նրանք խախտում են այդ կանոնը, ուրեմն մենք էլ չունենք ոչ մի պարտավորություն ենթարկվելու իրենց եւ հետեւաբար իրավասու ենք չենթարկվել մեր առաջնորդին, ով չի ենթարկվում իր հերթին իր առաջնորդին, որ վեհապար հայրապետն է։ Դե մարդիկ մտնում են ուղիղ եթերներով, պահանջում են վեհապար Տեր, անմիջապես կարգալույց հրճակեք այս եպիսկոպոսին, այն եպիսկոպոսին, առաջարկներ են անում վեհապարին, խորհուրդներ են տալիս վեհապարին, եպիսկոպոսներին։ Եվ ես նախ կուզեի այդ մարդկանց հարց տալ, ձեր հանգամանքը թույլ է տալիս արդյոք վեհապարին խորհուրդ տալ։ Եվ արդյոք ձեր լավագույն խորհուրդը չէր լինի Կիրակի օրը պատարագին վեհապարի կողքին կանգնած լինելը։ Արդյոք շատ ավելի արժեքավոր չէր լինի ձեր ֆիզիկական կեցվածքը մայրաթորում, քան թե էկրաններից այն կողմ այսպես բորբոքված խոսքերն ու առաջարկները, պահանջները դնելը վեհապարի դեմ։ Այնպես որ սա մեկ, երկրորդ,
Գիտեք, մենք կարգապահական հանձնախումբը Մայրաթորի նախկին տերարամին Ստեփանին կարգալույծ արեց։ Մենք ապրում ենք մի այնպիսի երկրում, կամ ես ցավոք սրտի ոչ, դուք, ես որտեղ Ռուսաստանում եմ ծառայում, մեր հայրենիքում այսօր մի իրավիճակ է, որտեղ օրենքները չեն գործում։ Հասկանում եք, Մանե ջան։ Հիմա մենք մեր ունեցած իրավունքի սահմաններում, սահմանադրության սահմաններում, ինչպես որ կարգ ենք տվել մեկին, այդ կարգն առել ենք նրա ձեռքից, եւ կարևոր չէ թե ինչու։ Մենք ենք որոշողը։ Եվ անգամ այդ ոչ ու փուչ Ստեփան Ասատրյանի դեմ մեր զորությունը չի բավականացնում, որովհետև նրա թիկունքին կանգնած է ողջ իշխանական բռունցքը։ Հիմա եթե մենք եպիսկոպոսներին կարգալույծ անենք, ինչ ենք օգտվելու։ Այո, կարգալույծ ենք արել։ Եվ ինչ նրանք մնալու են իրենց տեղերում եւ ոստիկանները, Մանե ջան, գնալու են իրենց պաշտպանեն, իսկ մեզ որ ունենք ամեն իրավունք, թե բարոյական դաշտում, թե իրավական դաշտում, իրավաբանական դաշտում, անզոր ենք մնում եւ անօգնական։ Դրա համար ենք մենք ասում, այո, մենք լծակ չունենք ցավոք սրտի մեր իրավունքները պաշտպանելու, ցավոք սրտի, որովհետեւ ապրում ենք թշնամական կառավարության օրոք։ Դրա համար ասում ենք, այո, այս թշնամական կառավարությունը օր առաջ պիտի հեռանա եւ հուսամ, որ մյուս հուլիսին մենք այլևս չենք անդրադառնա այս չարիքի իշխանությանը եւ իր պարագլուխ աղվեսին։